կարևոր է, էլի, քանի որ կարող է տիկին Ագնեսա Խամոյանի հերթը չհասնի, այն քրեականի հետ կապված, այդ մարդիկ իմի որ չլրացնեն, դատվելու են, կախվելու են, գնդակահարվելու են, ինչ են ըլնելու։ Պարոն Ավետիսյան, իրականում եթե խնդիր կա ընդունում են, խնդիր չկա չենք ընդունում։ Խնդիրը այլմոլորակայինների պես բան չէ, որ մեկը հավատա, մեկը չէ։ Կա, բոլորն էլ տեսնում են։ Հիմա ժամանակին քննարկել ենք, օրինակ եթե 22 թվականին դուք էլ են ժամանակ այդ քննարկումներին մասնակցեիք քաղաքական բոյկոտի փոխարեն, գայք մի քանի խնդիր էլ դուք ի սկզբանե ասեք, օրինակ սա կարող է այսպես լինի, կարող է լիքը հարցը շատ ավելի լավ լիներ։ Ինչ վերաբերում է համաքաղաքացիների դատվելուն, եւս մեկ անգամ ասում եմ, հարգելի համաքաղաքացիներ, 400, այո, տիկին Խամոյան, ճշտել եմ իրավաբանների հետ, 444 հոդվածը վերաբերվում է պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով վերաբերող հայտարարագրերին, ֆիզիկական անձանց դա չի վերաբերվում, այսինքն հայտարարագիրը չլրացնելու դեպքում դա չի ենթադրում ազատազրկում։ Իհարկե սա չի նշանակում, որ մեր քաղաքացիները պիտի սա իմանալով հայտարարագիր լրացնելուց խուսափեն։ Շնորհակալություն։ Մենք հարցերի ժամանակը սպառել ենք, բայց պատիվ ունեմից մի պատգամավոր